Ընկերներ ողջույն, ես Գոռ Նահապետյանն եմ, Manifest Online դպրոցի էքսպերտ։ Այսօր ուզում եմ ձեզ հետ խոսել կրիպտոարժույթների մասին ամենապարզ լեզվով։ Ինչու են բոլորը խոսում կրիպտոարժույթներից եւ թե ինչպես կարելի է կրիպտոարժույթը ընդգրկել ձեր կյանք։ Կխոսեմ բլոկչեյնից, կխոսեմ կրիպտոարժույթներից ամենամատչելի եւ պարզ լեզվով, որպեսզի դուք կարողանաք կիրառել այն ձեր առօրյա կյանքում, որովհետեւ վաղը այն դառնալու է ձեր կյանքի անբաժանելի մասը։ Սկսել հենց այսօր նշանակում է լինել առաջիններից մեկը։ Դրա համար ընկերներ մնում եք ինձ հետ մինչև վերջ, որպեսզի ես կարողանամ ձեզ մատուցել այս կարևորագույն ինֆորմացիան։ Շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչ է կրիպտոարժույթը։ Կրիպտոարժույթը իրականում թվային գումար է։ Դա մի բան չի, որը կարելի է ձեռքերի մեջ պահել կամ ֆիզիկական որևէ կրիպտոարժույթ տեսնել։ Դա թվային գումար է հիմնված բլոկչեյն տեխնոլոգիաների վրա։ Պատկերացրեք բլոկչեյն տեխնոլոգիաները դա մի մեծ գիրք է, որում գրված ամբողջ ինֆորմացիան պահպանվում է միլիարդավոր մարդկանց մոտ։ Կեղծել բլոկչեյն տեխնոլոգիան անհնար է, բացառապես անհնար է։ Եվ քանի որ կրիպտոարժույթը դեցենտրալիզացված է, ապակենտրոնացված է, այսինքն չունի մեկ կենտրոն, որտեղից կարելի է հետևել կրիպտոարժույթին կամ ազդեցություն ունենալ կրիպտոարժույթի վրա, այն նաև անչափ ապահով է։ Առաջի կրիպտոարժույթը, որը ստեղծվեց, եղավ բիթքոյնը։ Բիթքոյնը ստեղծվեց 2009 թվականին, քանի որ ձևավորվել էր այն մթնոլորտը, որտեղ պետք էր արդեն նոր արժույթի, նոր փողի տեսակի առկայություն մարդկանց կյանքում, որպեսզի վերականգնվեր մարդկանց եւ փողի վստահությունը, որովհետեւ ստացվել էր այնպես, որ բանկերը, բանկիրները վերցնելով մարդկանց ավանդները բաժանել էին այլ մարդկանց որպես հիպոթեքային վարկ։ Եղավ այնպես պետությունում, աշխարհում, որ չկարողացան հիպոթեքային վարկ վերցնողները վերադարձնել բանկին գումարը, իսկ այն մարդիկ, ովքեր ավանդներ էին տեղադրել բանկերում, իրենք էլ ցանկանում էին հետ վերցնել իրենց գումարը։ Այստեղ առաջացած այդ փուչիկը պայթեց եւ իհարկե առաջացավ այդ մշակույթը, առաջացավ այդ մոտեցումը, թե ստեղծենք ինչ-որ նոր բան, որը չլինի կախված պետությունից, որը չլինի կախված բանկերից, մեր ֆինանսական միջոցները լինեն միայն ու միայն մեր տիրապետության տակ, չլինի միջնորդ մեր եւ խանութի, մեր եւ այլ ինչ-որ մեկի արանքում։ Մենք կարողանանք մեր ֆինանսական միջոցները տնօրինել ինքներս եւ ինքներս էլ կարողանանք այդ մեր ֆինանսական միջոցներից վաստակել։ Ինչի համար, որովհետեւ բանկը փաստացի վաստակում էր մեր սեփական միջոցների հաշվին։ Իսկ ինչի համար, եթե ինքներս կարող ենք դրա հաշվին վաստակել։ Առաջացավ բլոկչեյն տեխնոլոգիաները եւ առաջին անգամ 2009 թվականին հայտնվեց առաջին կրիպտոարժույթը բիթքոյնը։ Բիթքոյնը ցանցում տեղադրվելուց հետո ընկերներ անհետացավ նաեւ բիթքոյնը ստեղծող անձը որպես կերպար առհասարակ։ Ոչ մեկ չգիտի ով է ստեղծել այդ կրիպտոարժույթը։ Նա շփվում էր մարդկանց հետ բլոգներով, շփվում էր ֆորումներում, Սատոշի Նակամոտո վերտառությամբ, այսպես ասեմ։ Այդպես էլ ոչ մեկ չիմացավ Սատոշի Նակամոտոն տղամարդ է, կին է, թե ինչ-որ ծրագրավորողների խումբ է։ Իրականում նա գրեց իր վերջին հաղորդագրությունը, որ սիրելիներս, ես ձեզ տալիս եմ լավագույնը եւ հեռանում եմ իմ գործերով։ Մինչեւ այսօր ոչ մեկ դեռ չի տեսել Սատոշի Նակամոտոին։ Բիթքոյնը իրականում շատ նման է մեզ շատ հայտնի ոսկուն։ Ինչի համար կա երկու կարևորագույն հատկանիշ, որ նման են բիթքոյնը եւ ոսկին։ Առաջինը կայանում է նրանում, որ երկուսն էլ արդյունահանում են։ Դե ոսկին գիտեք, արդյունահանումը տեղի է ունենում տեխնիկայի միջոցով, մարդկանց ուժի, մարդկային ուժի կիրառմամբ։ Իսկ բիթքոյնի արդյունահանումը տեղի է ունենում համակարգիչների, որոնք կոչվում են ASIC-ներ։ Այդ ASIC-ների օգնությամբ է տեղի ունենում բիթքոյնի արդյունահանումը։ Ձեր հաշվողական տեխնիկաները, այսինքն համակարգիչները կատարում են բարդ մաթեմատիկական առաջադրանք եւ այդ առաջադրանքի համար դուք որպես փոխհատուցում ստանում եք բիթքոյն։ Եվ երկրորդ կարևորագույն նմանությունը ոսկու եւ բիթքոյնի կայանում է նրանում, որ երկուսի քանակներն էլ խիստ սահմանափակ են։ Այսինքն ոսկի չկա աշխարհիս երեսին ավելի, քան կարելի է արդյունահանել երկիր մոլորակի ընդերքից։ Նույնը բիթքոյնն է, ծրագրային կոդում բլոկչեյն համակարգում տեղադրված է բիթքոյնի 21 միլիոն հատ լինելու փաստը։ Սատոշի Նակամոտոյի
on-line հաշվի վրա ընկերներ ստեղծման պահից մինչ այսօր կա կուտակված 1 միլիոն հատ բիտքոին։ Եթե Սատոշին ակտիվացնի, այդ իր դրամապանակը կլինի աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, կդառնա, այսպես ասած, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Բիտքոյնից հետո ընկերներ առաջացան այլ տարբեր կրիպտոարժույթներ, առաջացան Ethereum-ը, Solana-ն, Ripple-ը, մի խոսքով տարբեր կրիպտոարժույթներ։ Ամեն մեկը կատարում է որևէ ծրագրային ապահովում, այսինքն այս կրիպտոարժույթների տակ կա տեղադրված արժեհամակարգ կամ տեղադրված միտք, որը որ բերում է տալիս է արժեք տվյալ կրիպտոարժույթներին։ Դրանցից մեկը ինչ-որ բան ավելի արագ է անում, քան բիտքոյնը, մյուսը ավելի շատ ինֆորմացիա է պահպանում իր մեջ, քան բիտքոյնը, եւ այսպես շարունակ։ Կան նաև կրիպտոարժույթներ, որոնք իրենցից որևէ ծրագրային հիմք, որևէ տեխնոլոգիական հիմք չունեն։ Այդպիսի կրիպտոարժույթները կոչվում են մեմքոյներ կամ շիթքոյներ։ Դրանց հիմնական արժեք տվողը դա ընկերներ մարքեթինգն է։ Նմանատիպ կրիպտոարժույթներից կարեմ ձեզ նշեմ ամենահայտնին, որը մեծ տարածում գտավ վերջերս, Trump coin-ը։ Trump coin-ը գոյություն ունի, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը դա Դոնալդ Թրամփն է։ Չի լինի վաղը Դոնալդ Թրամփը չի ունենա նաև արժեք Trump coin-ը։ Եվ այսպես շարունակ, կրիպտոարժույթները մտնում են մեր կյանք ամենօրյա ռեժիմով։ Կան տեղեր ընկերներ, որտեղ կրիպտոարժույթը դա վճարային միջոց է, վճարային համակարգ է։ Աշխարհում շատ երկրներ կան, որտեղ դու կարող ես առևտրի կենտրոնում վճարել կրիպտոարժույթով կամ օրինակ սրճարանում վճարես կրիպտոարժույթով։ Մեր հայրենիք Հայաստանում ընկերներ կան նույնպես նմանատիպ կետեր։ Օրինակ մեր քաղաքի ամենակենտրոնում գտնվող խանութներից մեկը մեծ աճույքով ձեզ կվաճառի իր միջազգային բրենդի կոշիկները հենց կրիպտոարժույթի վճարման համակարգի կիրառությամբ։ Բացի դրանից կրիպտոարժույթները միջազգային փոխանցումների միջոց են դարձել ամբողջ աշխարհում։ Վստահ եմ շատերդ ունեք ծանոթ բարեկամ հարազատներ, որոնց կամ գումար եք ուղարկում, կամ իրենք են ձեզ գումար ուղարկում։ Այդ տարբերակը բանկերի միջոցով կազմակերպելու համար կան մի շարք փուլեր, որոնք դուք պետք է հաղթահարեք։ Առաջինը մոտենաք բանկ ընկերներ եւ վերցնեք հերթի կտրոն։ Պետք է սպասել առաջին հերթին։ Երկրորդը, երբ որ դուք արդեն մոտենաք կասային վճարելու, ձեզ ընկերներ տալու են ձեզանից հարցնելու են ձեր ֆինանսական միջոցների ծագման աղբյուրը։ Բնականաբար։ Երրորդը, ձեզ հարցնելու են ուր եք ուղարկելու, համապատասխան ձեր ուղարկված վայրի հետ կապված ձեզանից պահանջելու են միջնորդավճարներ բավականին մեծ։ Եվ չորրորդ կետը էս ամեն ինչի մեջ, եթե դուք դա որոշեք անեք ուրբաթ օրը, ձեր գումարը տեղը հասնելու երկուշաբթի կամ երեքշաբթի, լավագույն դեպքում։ Իսկ հիմա նույն process-ը եկեք պատկերացնենք կրիպտոարժույթի միջոցով։ Փոխանցում ենք ընդամենը 1 վայրկյանում։ Փաստաթուղթ ընդհանրապես ոչ մի փաստաթուղթ անհրաժեշտ չի։ Ֆինանսական ծագման աղբյուր ընդհանրապես չի պահանջվում։ Միջնորդավճար, ամենամեծ միջնորդավճարը, որ կարելի է վճարել այս ոլորտում ընկերներ, փոխանցման համար, դա 1.5 դոլարն է, 1.5 դոլարն է, կախված արդեն անկախ նրանից, թե դուք ուր եք ուղարկում եւ ինչքան մեծ գումար եք ուղարկում, թեկուզ 50 միլիոն դոլար, ընդհանրապես տարբերություն չկա համակարգի համար։ Եվ իհարկե կրիպտոարժույթը ժամանակին համընթաց դարձել է ներդրողների, տրեյդերների սիրելի վայրը։ Ինչի համար, որովհետև կրիպտոարժույթները լավ մթնոլորտ են ձևավորում իրենց կապիտալիզացիայի անդադար աճով եւ իրենց պոտենցիալի անդադար մեծացմամբ։ Եկեք իրար հետ դիտարկենք օրինակ 2017 թվականը։ Կրիպտոարժույթների ոլորտում եղած ամբողջ գումարի ծավալը չի գերազանցել այդ պահին 140 միլիարդ դոլարը։ Մեկ տարի հետո, արդեն 2018 թվականին ընկերներ կրիպտոարժույթի ոլորտի կապիտալիզացիան գերազանցեց 195 միլիարդ դոլարը, այսինքն 55 միլիարդ դոլար ավելին, քան անցած տարի։ Հարց կառաջանա, ինչի։ Հարցի պատասխանը հետևյալն է. այդ գումարը, այդ 55 միլիարդ դոլարը ոչ վերևից անգել, ոչ էլ տպվել է, ոչ էլ ինչ-որ մեկը պահած է եղել, ոչ ուրիշ ոլորտներից հանել են, ներ են դրել կրիպտոարժույթների ոլորտ։ Դա խոսում է այն մասին, որ ոլորտը թափ է առնում տարին տարու վրա։ Եկեք հիմա դիտարկենք ընկերներ 2025 թվականը։
2025 թվականին կրիպտոարժույթի ամբողջ ոլորտում արկա գումարը, այսինքն կապիտալիզացիան գերազանցեց 4 տրիլիոն դոլարը։ Որպեսզի պատկերացնենք, թե ինչ է 4 տրիլիոն դոլարը, դա ավելի մեծ գումար է, քան օրինակ Չինաստանի համախառն ներքին արդյունքը կամ եվրոպական պետությունների բյուջեները միասին վերցրած։ 4 տրիլիոն դոլարը ավելի մեծ գումար է, քան ամբողջ աշխարհի ռազմական բյուջեները միասին վերցրած։ Դուք պետք է պատկերացնեք, որ այս ոլորտը մի հատ տորտ որպես, եւ այս տորտից ընդամենը մի կտորել կտրած չի։ Այս տորտը դեռ նոր է, այսպես ասած, մեզ առաջ եկել եւ այս տորտը դեռ շատ մեծ թափ է հավաքելու։ Դրա համար հայտնվել այս ոլորտում հենց հիմա, դա նշանակում է հայտնվել այս ոլորտի ակունքներում, ամենահիմքերում եւ իհարկե սկսել ծավալել սեփական գործունեությունը, կատարել ներդրումներ կամ հենց գաղափարական տեսանկյունից ձեզ մոտիկ ինչ-որ կրիպտոարժույթ կամ ձեռք բերել կամ հանդիսանալ ներդրող այդ կրիպտոարժույթի համար։ Իհարկե մարդկանց մոտ նաև մեծ հետաքրքրություն է առաջանում հենց այս ոլորտում ներդրումներ կատարելու վերաբերյալ։ Եվ առաջին հարցը, առաջին միտքը, որ ծագում է, ինչպես կարելի է ներդրումներ անել այս ոլորտում, կամ ինչպես կարելի է առհասարակ ունենալ կրիպտոարժույթ, պահպանել այդ կրիպտոարժույթը հետագայի համար կամ ինքներս մեզ համար կամ մեր սերունդների համար։ Կա երկու հիմնական ընդունված եղանակ, ինչպես կարելի է ունենալ կրիպտոարժույթ։ Առաջինի մասին արդեն մի փոքր առաջ խոսել եմ, դա մայնինգն է, դա կրիպտոարժույթի արդյունահանման process-ն է։ Երբ որ ձեր համակարգիչները կատարելով առաջադրանքը, դուք դրա փոխարեն ստանում եք կրիպտոարժույթ։ Ժամանակի հետ մեկտեղ ընկերներ կրիպտոարժույթի արդյունահանությունը դառնում է բավականին թանկ process, դրա համար այս պահին ես առաջին հերթին ձեզ խորհուրդ կտամ կրիպտոարժույթը ձեռք բերելու տարբերակները։ Իսկ կրիպտոարժույթ կարելի է ձեռք բերել երկու հիմնական մեթոդով։ Եկեք խոսանք առաջինի մասին, հետո կխոսենք նաև երկրորդի։ Աշխարհում 2017-16 թվականներից սկսեցին տարածում գտնել կրիպտո չեյնջերը եւ կրիպտո բանկամատները։ Դրանք ֆիզիկական չեյնջ է եւ ֆիզիկական բանկամատ։ Ձեր իմացած նույն փոխանակման կետի նման եւ ձեր իմացած նույն բանկամատի նման։ Դու կարող ես մոտենալ change, տալ քո կրիպտոարժույթը եւ վերցնել քո կանխիկ գումարը, կամ հակառակը, մոտենալ change, տալ քո կանխիկ գումարը եւ քո հաշվին կփոխանցվի համապատասխան կրիպտոարժույթը։ Սա առաջին տարբերակն է։ Հայաստանում, աշխարհում տարածված երևույթ է ընկերներ, մեր քաղաքի ամենակենտրոնում, Երևան քաղաքի ամենակենտրոնում կարող եք տեսնել բազմաթիվ կրիպտո չեյնջեր, օրինակ նույն Մաշտոցի պողոտայում, նույն Բաղրամյան պողոտայում, Սարյան փողոցում, Կորյունում, Կոմիտասում եւ քաղաքի այլ տարբեր մասերում։ Մարզերում եւս ունենք նմանատիպ չեյնջեր ընկերներ։ Երկրորդ տարածված եղանակը ինչպես կարելի է ունենալ կրիպտոարժույթ, դա բիրժաների օգնությամբ է։ Մենք կարողանում ենք գրանցվել բիրժայում, անցնել նույնականացում եւ բիրժայից գնել կրիպտոարժույթ։ Բիրժայից գնած կրիպտոարժույթը շատ ավելի հարմար է փոքր գումարներով գործողություններ կատարելու համար։ Այսինքն, մեր կրիպտո չեյնջերը հիմնականում չեն աշխատում փոքր գումարներով։ Դա նրանց հետաքրքիր չի այս պահին, որովհետև կրիպտո չեյնջերի շրջանառությունը շատ մեծ է, ծախսել ժամանակ, որպեսզի 20, 30 կամ 50 դոլարի ինչ-որ գործողություն կատարվի, դա իրանց հետաքրքիր չի։ Դրա համար մեզ օգնության է գալի կրիպտո բիրժան։ Բիրժայից ընկերներ կարող ենք համալրել արդեն սկսած 10-20 դոլարից եւ ձեռք բերել կրիպտոարժույթներ համապատասխանաբար 1-2 դոլարից սկսած։ 1-2 դոլարից սկսած մենք արդեն կարանք ունենանք մեր սրտի ուզած կրիպտոարժույթը։ Եվ քանի որ կրիպտոարժույթը դա թվային արժույթ է, այն չի կարող գտնվել ֆիզիկապես, չի կարող լինել մեզ մոտ, այն պետք է լինի թվային տիրույթում։ Իսկ որտեղ կարելի է պահպանել կրիպտոարժույթը։ Կրիպտոարժույթի պահպանման համար կան 3 հիմնական նախատեսված եղանակ կամ մեթոդ։ Առաջի եղանակը ընկերներ դա տաք դրամապանակներն են, Գարյաչիե կաշիլկի, hot wallet, որտեղ դուք կարողանում եք, դրանք ծրագրային հավելվածներ են, որտեղ դուք կարողանում եք բացել հաշիվ, ձեր հաշվին ուղարկել համապատասխան կրիպտոարժույթները եւ պահել այնտեղ։ Միայն թե օգտվելով տաք դրամապանակներից պետք է հաշվի առնել, որ այնտեղ ակտիվ առևտուր չի կարելի անել, դրանք on-line safe-եր են, այսպես ասած։
Երկրորդ ընկերներ հիմնական տարածված տարբերակը, որտեղ կարելի է պահպանել կրիպտոարժույթ, դա սառը դրամապանակներն են։ Սառը դրամապանակները դրանք ֆլեշկաների նման, կրիչների նման տիրույթներ են, որոնք ունեն սեփական հասցեն։ Դուք կարող եք այդ կրիչին փոխանցել ձեր փողը, ձեր կրիպտոարժույթը եւ այնտեղ պահպանել այնքան, ինչքան որ ինքներդ կցանկանաք կամ կկամենաք։ Միայն թե կրիչների հետ պետքա լինել շատ զգույշ, որովհետեւ դրանք ունեն հատկություն կորելու, ջարդվելու, փչանալու, երեխաների ձեռքը հայտնվելու եւ այլն եւ այլն։ Եթե ինչ-որ բան եղավ այդ կրիչին, վնասվեց, փչացավ կամ կորեց, այլևս երբեք դուք ձեր ֆինանսական միջոցներին չեք ունենա հասանելիություն։ Եվ կա իհարկե երրորդ տարբերակը, բիրժայից գնեցինք, կարող ենք նաև բիրժայում պահպանել։ Բիրժան մեզ հատկացնում է on-line կաշիլյոկ, on-line դրամապանակ, որտեղ կարող ենք պահպանել մեր ֆինանսական միջոցները, բացի այն, որ պահպանել, կարելի է նաև բիրժայում կատարել ակտիվ առևտուր, կարելի է բիրժայում տեղադրել ձեր ֆինանսական միջոցները երկարաժամկետ staking-ում, այսինքն ստանալ նաև пассив եկամուտ ձեր գնաց կրիպտոարժույթներից եւ պահպանել ձեր ֆինանսական միջոցները ապահով։ Ես խորհուրդ եմ տալիս աշխարհի ամենախոշոր բիրժաները ընկերներ, որոնք որ այս պահին համարվում են ամենաապահով եւ ամենահարմար տարածքները, որտեղ կարելի է պահպանել ձեր կրիպտոարժույթները։ Խոսքը Bybit, Binance, HTX, OKX կրիպտո բիրժաների մասին են։ Դուք կարող այնտեղից գնեք կրիպտոարժույթ եւ այնտեղ էլ պահեք ձեր կրիպտո ակտիվները։ Եկեք նաեւ այդ ամենը ցույց տամ հենց Bybit բիրժայում։ Մենք հիմա գտնվում ենք Bybit բիրժայի առաջին էջում, գրանցվել ենք արդեն, անցել ենք վերիֆիկացում, ունենք տեղադրված անվտանգության համակարգ, այդ ամեն ինչը երևում է բնականաբար մեր բիրժայի ակաունտ բաժնում։ Այսինքն, եթե ես հիմա ձեզ ցույց տամ, ես ունեմ վերիֆիկացիա, ես ունեմ բարձր տեղադրված բարձր անվտանգության համակարգ։ Հիմա մտնում եմ բիրժայի առևտրային հարթակ, որպեսզի ձեզ ցույց տամ ինչպես կարելի է գնել եւ վաճառել կրիպտոարժույթ։ Սեղմում եմ տարգավաճ բաժին, այստեղ հիմնական երկու աշխատանքային գործիք կա ընկերներ, առաջինը դա սպոտային հարթակն է, երկրորդը դա ֆյուչերսային հարթակն է, որտեղ որ մենք կարողանում ենք կատարել տարբեր գործողություններ։ Սպոտային հարթակում ընկերներ մենք ձեռք ենք բերում կրիպտոարժույթը ֆիզիկապես, այսպես ասած, ձեռք ենք բերում, այն կհանդիսանա մեր ակտիվը, մեր ֆիզիկապես այն կլինի մերը։ Տեսնում ենք ընկերներ, որ կարելի է ընտրել տարբեր կրիպտոարժույթներ։ Bybit բիրժայում կա ավելի քան 650-700-ից ավել կրիպտոարժույթ, տարբեր տեխնոլոգիական, մեմքոյներ, մի խոսքով, բոլոր տեսակի կրիպտոարժույթներ, stablecoin-ներ եւ այլն։ Որպեսզի ես ձեռք բերեմ տվյալ կրիպտոարժույթը ընկերներ, իմ ցանկացած կրիպտոարժույթը, ես մտնում եմ տվյալ կրիպտոարժույթի առևտրային էջը։ Ցեղում եմ օրինակ AVAX-ի վրա։ Որպեսզի ես ձեռք բերեմ AVAX կրիպտոարժույթը, ինձ անհրաժեշտ է ընդամենը 2 մատի հպում ընկերներ։ Ես պետք է նախ եւ առաջ ասեմ, թե քանի դոլարի եմ ցանկանում ձեռք բերել տվյալ կրիպտոարժույթից։ Նշում եմ, ենթադրենք 3-5 տարբերություն չկա, 5 դոլարի տվյալ կրիպտոարժույթից եւ կարող եմ գնել։ Վերջ ընկերներ, ես գնեցի AVAX կրիպտոարժույթ ընդամենը 1 մատի հպումով։ Բիրժայում ընկերներ, որպեսզի մենք կատարենք առևտուր, մենք հասկանանք ինչպիսի կրիպտոարժույթներ կարելի է ձեռք բերել, հնարավոր է այստեղ կատարել անալիզներ։ Անալիզները մեզ անհրաժեշտ են նրա համար, որպեսզի մենք հասկանանք, թե որ կետից ձեռք բերենք կրիպտոարժույթը եւ որ կետից վաճառենք։ Անալիզի առաջի տեսակը տեխնիկական անալիզն է։ Մենք կատարում ենք գրաֆիկների տեխնիկական վերլուծություն։ Ինչպես տեսնում եք ընկերներ, սա գրաֆիկի տեսքն է, սա տվյալ կրիպտոարժույթի, այսպես ասած գնի շարժման գրաֆիկն է։ Որպեսզի ես ձեռք բերեմ տվյալ կրիպտոարժույթը, նախ եւ առաջ անհրաժեշտ է, որպեսզի ես կատարեմ որոշակի վերլուծություն, հասկանալու համար, որ տվյալ կրիպտոարժույթը բարձրանալու է իր արժեքի մեջ եւ իմ կապիտալը, իմ ակտիվների գինը աճելու է։ Տեխնիկական վերլուծության համար ընկերներ դուք կտեսնեք գործիքներ, տարբեր գործիքներ, որոնք մեզ օգնում են տվյալ տեխնիկական վերլուծությունը կատարելու համար։ Տեխնիկական վերլուծությունը ինչի համար է մեզ անհրաժեշտ նախ եւ առաջ, որովհետեւ շուկայում կան որոշակի օրինաչափություններ, որոնք աշխատում են։ Նման օրինաչափություններից մեկը ընկերներ մոմային պատեռներն են, մոմերն են եւ մոմերը մեզ միշտ
տալիս են ազդանշաններ, ըստ որի մենք կարող ենք շարժվել այս ոլորտում եւ հետևելով MoMA-ին անալիզներին կարող ենք կատարել վերլուծություններ եւ բնականաբար վաստակել այս շուկայում։ Օրինակի համար ընկերներ, եկեք ցույց տամ նման MoMA-ին համակցություն։ Սա որոշակի, այսպես ասած, MoMA-ին համակցություն է, այս 3 MoM-ը իրար հետ մեզ ցույց են տալի, որ անկում ապրող շարժը արդեն դադարել է եւ այն վերածվում է աճող շարժի։ Նմանատիպ օրինակ կա նաև այս վերևում, որ տեղի է ունեցել աճող շարժը դադարել է եւ վերածվել է նվազող շարժի։ MoM-երը նույնպես մեզ տալիս են ազդանշաններ հասկանալու համար, որ գրաֆիկը փոխում է իր շարժման ուղղությունը։ Նմանատիպ շարժման ուղղություններ են մեզ տալիս նաև թրենդերը, մակարդակները, որովհետև գինը առհասարակ այս շուկայում շարժվում է մակարդակից մակարդակ կամ թրենդում։ Եկեք հասկանանք դա ինչպես է տեղի ունենում։ Ենթադրենք, եկեք գծենք այս թրենդը։ Տեսեք, մեր գինը շարժվել է այս գնային, այսպես ասած, գնի արանքում այնքան ժամանակ, մինչև որ տեղի է ունեցել այս թրենդի ջարդը, то есть գինը շարժվել է այս թրենդի մեջ այնքան ժամանակ, մինչև որ տեղի է ունեցել սրա ջարդը եւ գինը շարժվել է հակառակ ուղղությամբ։ Հետո վերադարձել է նորից նույն թրենդի սահմաններում։ Մակարդակները ինչեր են, ընկերներ։ Մակարդակները դա գնային, այսպես ասած, սանդղակներն են, որոնցից գինը ցուցաբերում է որոշակի ռեակցիա։ Եկեք տեսնենք ինչպիսի մակարդակների մասին է խոսքը։ Օրինակ, սա համարվում է մակարդակ։ Ամեն անգամ, երբ գինը մոտեցել է այս արժեքին, ստացել է ռեակցիա։ Այնքան ժամանակ մինչև ջարդել է եւ իջել է մինչև հաջորդ մակարդակ։ Սա նույնպես կհամարենք մակարդակ, որովհետեւ գինը այս գնային դաշտում կրկին անգամ միշտ ցուցաբերում է որոշակի դրսևորումներ։ Ընկերներ, օրինաչափություններ շատ կան բիրժայում, օրինաչափություններ շատ կան գրաֆիկներում եւ այդ օրինաչափությունները օգտագործելով մենք կարող ենք հասկանալ գնի հետագա շարժը։ Ինչպես որ երևի արդեն շատերդ հասկացել եք, կրիպտոարժույթը ընձեռում է մեծ հնարավորություններ նաեւ վաստակելու ներդրումներ կատարելու համար։ Ինչ խորհուրդ կտամ առհասարակ սկսնակ ներդրողներին եւ սկսնակ թրեյդերներին։ Ընկերներ, սկսեք ամենաառաջինը կրթությունից։ Սկսեք սովորել ոլորտը, ծանոթանալ ոլորտին, պատկերացնել ամեն նյուանս, դրանից հետո արդեն կարող եք կատարել ձեր ներդրումները, կարող եք արդեն սկսել վաստակել այս ոլորտի օգնությամբ։ Ոլորտը իհարկե հնարավորություն է ընձեռում վաստակելու եւ пассив, եւ ակտիվ, եւ ամենօրյա առևտրում, եւ երկարաժամկետ ներդրումներում, եւ միջնաժամկետ ներդրումներում։ Այս հնարավորություններից պետք է օգտվել, բայց օգտվելու համար պետք է նաև հասկանալ, որ պետք է այս ամեն ինչը դիտարկել ծառի օրինակով։ Երբ որ դուք աճացնում եք ծառ, դուք շիվը տնկում եք, դուք ջրում եք, դուք խնամում եք, դուք էտում եք, մինչև ծառը մեծանում է եւ սկսում է ձեզ տալ պտուղներ։ Դա բնական ճանապարհն է։ Միանգամից հարստանալու կամ միանգամից սերմից պտուղ դառնալու process-ին հետևողները ենթարկվում են շուկայի մութ կողմին, այսպես ասեմ։ Դրա համար ընկերներ, ձեզ զինեք գիտելիքներով, ձեզ զինեք գործիքներով, ձեզ զինեք համապատասխան շրջապատով եւ շարժվեք առաջ։ Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի հրաշալի։ Ընկերներ, շնորհակալություն, որ դիտեցիք տեսանյութը մինչև վերջ։ Դուք գտնվում եք Manifest Online դպրոցի YouTube-յան ալիքում եւ Գոռ Նահապետյան էքսպերտի ուղեկցությամբ։ Կարող եք գրանցվել մեր YouTube-յան ալիքին, թողնել ձեր մեկնաբանությունները, ձեր կարծիքները, ինձ անչափ հետաքրքիր կլինի կարդալ դրանք։ Եվ իհարկե կմիանանք հաջորդ անգամ նոր էմոցիաներով, նոր նյութի շրջանակներում։ Առայժմ